Արցախը բլոկադայի մեջ է, ձեր կարծիքով ինչ պետք է անեն իշխանությունները։ Թողին գնան ստեից էլի, ուրիշ բան չունենան, չեկա։ Իսկ ինչու չեն գնում ձեր կարծիքով։ Չեն գնում դրա համար, ինչ ասեմ։ Որտեղ տեղերը պիտ նստած են, ոչ մի բան չեն հասկանում, ոչ մի բանից։ Կարևորը իրանք են, կարևորը իրանք են, ասածը վերջ։ Ինչու Արցախը հայտնվեց բլոկադայի մեջ։ Էդի բլոկադը սաս մեղքն էր։ Ինչ ասեմ, ասելու բան չկա։ Սրանք թրկապատակ շներ են էլ, այսինքն, այդ ուրիշ բան չկա ասելու։ Մինչև մի թրկապատակ շներ են։ Հասկում ես ծախված ոչխարներ են որպես, ուրիշ բան չունեմ ասելու։ Սկսած արտաքինեն փրճոտավորից, սկսած նիկոլականից, սկսած մնացած խարախորեկից, ուրիշ բան չունեմ ասելու։ Սրանք որ ռադելն են գնան, արդեն նորմալ կան, առաջ ոնց է նորմալ։ Դու նորմալ ապրել ես։ Վերջ, ասելու բան չկա ուրիշ։ Ես չգիտեմ ինչի չի բացվում։ Իսկ իշխանությունները ինչ պետք է անեն այս պարագայում։ Այդ իշխանությունները պետք է իմանան։ Դուք որպես քաղաքացի չեք մտահոգվում։ Ոչ, ես այս քաղաքից չեմ։ Չորը ոռնում եմ դրա համար, ոչինչ չասեք։ Իսկ իշխանությունները ինչ պետք է անեն։ Ոչինչ չեմ, ինձանից ոչինչ մի ասեք։ Ես ձեզ ոչինչ չեմ կարող ասել։ Իշխանությունները։ Դե իշխանությունները ոչ մի բան էլ դե չեն անում։ Այնա որ փող են ստանում ու նստում են իրենց տեղը։ Դա ես Իսկ ինչու հայտնվեցինք այս վիճակում, Արցախը ինչ։ ծրեց այս վիճակը։ Իրանք հասցրին։ Այդ ձեր ասած 30 տարվա իշխանությունները։ Իսկ օրվա իշխանությունները ինչ պետք է անեն։ Օրվա իշխանությունները նրանք ի վիճակի չեն ոչ մի բան անելու, նրանք պետքա հեռանան իշխանությունից։ Ինչպես եւ ընդդիմությունը։ Շատ դիտեմ այդ սավետանը Իսկ իշխանությունները ինչ պետք է անեն այսօր ճանապարհը բացելու համար։ Ոչ մի բան պետք չի, միասնություն է պետք, всё։ Այդ միասնությունը մինչև չկա, հայազգատենց էլ Իսկ ինչու չկա միասնություն։ 2-3 մասի են բաժանվել։ Կարպոցիա է դում, չեք հասկանում այդ սավը։ Այս իշխանությունը շուտով կլերանա 5 տարին ինչ այս իշխանությունն է եկել եւ մեկ անգամ չէ որ ապացուցել են որ իրանք իզորու չեն որևէ հարց լուծելու եւ հետեւաբար իմ խորին կարծիքով դրա օր առաջ պետք է այս իշխանությունը հեռանա որպեսզի Են կարճել աթոռից եւ չեն հեռանում։ Դե առհասարակ իշխանությունը, ինչպես ասում են, քաղցր բան է, դա մեկ երկրորդն էլ վախի գործոնն էլ այդտեղ կա, որովհետև եթե նրանք որորը վայր դնեն լիազորությունները, պետքա կանգնեն դատարանի առաջ, որպեսզի պարզենք, թե ինչու մենք պարտվեցինք այս պատերազմը։ Իսկ ինչու պարտվեցինք ձեր կարծիքով։ Իմ դարձյալ իմ անձնական կարծիքով այստեղ նախ ցանկության բացակայություն է, այսինքն այս թրքասիրական պահը, որ ես տեսնում եմ այս իշխանությունների մոտ, դա կասկածի տեղիք է տալիս, էլի, այսինքն կար արդյոք հաղթելու ձգտում, թե զինվորի մոտ իհարկե կար, բայց իշխանությունների մոտ մի խոսքով ընդհանրապես չեմ վստահում։